Սվետիցխովելի տաճարում ավարտվեց նորին սրբություն եւ եռանություն համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Մցխեթա Թբիլիսի արքիեպիսկոպոս եւ Բիճվինթայի եւ Մցխում Աբխազիայի մետրոպոլիտ Շիո III գահակալության արարողությունը։ Նորընտիր կաթողիկոս պատրիարքի գահակալության արարողությունը մեկնարկվել էր հանդիսավոր պատարագով, որը կատարել էին Սուրբ Սինոդի անդամներ եւ այլ հոգեվորականներ։ Հոգեվորականների հետ մեկտեղ գահակալության արարողությանը մասնակցել են նաև այլ քաղաքացիներ։ Կաթողիկոս պատրիարք Շիո III ընտրության կապակցությամբ շնորհավորանքներ են հղվում քաղաքական բոլոր շրջանակների կողմից։ Պոլիտիկոսները հույս են հայտնում, որ Շիո III կկարողանա միավորել ազգը եւ ավելի ամրապնդել վրաց եկեղեցու դարավոր ավանդույթներն ու արժեքները։ Եվրոպական միությունը ջերմորեն շնորհավորում է նորին սրբություն եւ եռանություն Շիո III-ին համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարքի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, այս մասին ասվում է Վրաստանում Եվրոպական միության պատվիրակության հայտարարության մեջ։ Եվրամիության պատվիրակությունը նշում է, որ վրաց ուղղափառ եկեղեցին կարևոր դեր է խաղացել Վրաստանի պատմության մեջ երկրի ազգային եւ մշակութային ինքնության պահպանման գործում։ Ֆրանսիայի ազգային ժողովը ընդունել է Վրաստանի վերաբերյալ բանաձև, որը դատապարտում է վրացական կառավարության ավտորիտար կուրսը եւ իր աջակցությունն է հայտնում երկրի եվրոպական ապագային։ Ինչպես նշված է Ֆրանսիայի ազգային ժողովի կայքում, բանաձևը կոչ է անում սառեցնել Վրաստանի Եվրամիության անդամակցության գործընթացը, մինչև երկրի կողմից քաղաքական չափանիշներին համապատասխանելը, այդ թվում ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը։ Բանաձևը կոչ է անում անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին, աջակցել քաղաքացիական հասարակությանը եւ պատժամիջոցներ կիրառել Բիձինա Իվանիշվիլիի եւ նրա կողմնակիցների նկատմամբ։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը Կախեթիի շրջանում հյուրընկալել է Ադրբեջանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատվիրակությանը։ Երկու երկրների սահմանակից շրջանների ոստիկանական ստորաբաժանումների ղեկավարներից կազմված պատվիրակությունը գլխավորել է Ադրբեջանի քննչական վարչության պետ Մուզաֆար Մամեդովը։ Այցի շրջանակներում ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության վարչության տնօրեն Դավիթ Կիկնաձեն աշխատանքային հանդիպում է անցկացրել իր ադրբեջանցի գործընկերների հետ, քննարկել են սահմանակից շրջանների ոստիկանական ստորաբաժանումների միջև համագործակցության հարցերն ու առաջնահերթ ոլորտները։ Կողմերը ընդգծել են հարևան շրջանների միջև իրավապահ ոլորտում սերտ հարաբերությունների կարևորությունը եւ պատասխանատվություն հայտնել ակտիվորեն շարունակել համատեղ աշխատանքը առկա կապերը ընդլայնելու համար։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև մարտական գործողությունները վերսկսվել են երրորդյա հրադադարի ժամկետի ավարտից հետո։ Ռուսական ռազմական ուժերը վերսկսել են հարվածները Ուկրաինայի տարածքում, օգտագործելով անօդաչու թռչող սարքեր եւ հրթիռներ։ Անօդաչու թռչող սարքերով հարվածել են Կիևի վրա։ Օբոլոնի շրջանում խփված ռուսական անօդաչու թռչող սարքի բեկորները ընկել են 20 հարկանի բնակելի շենքի տանիքին, արդյունքում հրդեհ է բռնկվել, որը բնակիչները ինքնուրույն են կասեցրել։ Վիրավորների մասին տեղեկություններ դեռևս չկան։ Դնեպրում 1 մարդ վիրավորվել է, հրդեհ է բռնկվել, իսկ տրանսպորտային ենթակառուցվածքները վնասվել են ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով։ Ժամանակն է, որ Եվրոպան ուղիղ բանակցություններ սկսի Ռուսաստանի հետ։ Սա Ֆինլանդիայի նախագահի դիրքորոշումն է։ Ալեքսանդր Ստուբը կարծում է, որ Վաշինգտոնի քաղաքականությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի նկատմամբ այլևս չի համապատասխանում եվրոպական շահերին։ Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարը նշում է, որ Ռուսաստանի հետ ապագա երկխոսության դեպքում նա կարող է խաղալ Եվրամիության բանակցողի դերը։ Հարցին, թե արդյոք նա պատրաստ կլինի դառնալ Եվրամիության գլխավոր բանակցողը, Կայա Կալասը դրական է պատասխանել։ Նրա խոսքով նա կարող է բացահայտել այն թագարտները, որոնց մեջ ընկնում է Ռուսաստանը բանակցությունների ընթացքում։ Մեծ Բրիտանիայի վարչապետի Քիր Սթարմերին հրաժարական տալու կոչ անող լեյբորիստական կուսակցության падգամավորների թիվը հասել է 64-ի։ Падգամավորները կոչ են անում Սթարմարին կամ անհապաղ հրաժարական տալ կամ պաշտոնից հեռանալու կոնկրետ ամսաթիվ նշանակել։ Ի նշան բողոքի նախարարների օգնականները հրաժարական են տվել։ Վերջերս հայտնի դարձավ, որ
պետ Դեվիդ Լամի անձնական քարտուղար Մելանի Ուորդը նույնպես հրաժարական է տվել սոցցանցում արված հայտարարության մեջ նա նշում է, որ Քեր Սթարմերը կարևոր աշխատանք է կատարել իր պաշտոնավարման ընթացքում, սակայն անցյալ շաբաթ տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները հստակ արտահայտել են ժողովրդի ուղերձը։ ԱՄՆ նախատեսում է վարկ տրամադրել ավելի քան 53 միլիոն բարել նավթի տեսքով Sky News-ի տվյալներով Դոնալդ Թրամփի վարչակազմ ԱՄՆ-ի ռազմավարական նավթային պահուստից կտրամադրի ավելի քան 53 միլիարդ բարել հում նավթի շուկան կայունացնելու համար։ Նավթի գները բարձրացել են Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր։ Մայիսի 12-ի դրությամբ Brent հում նավթի գինը կազմում է $106 մեկ բարելի համար, մինչդեռ ամերիկյան նավթի արժեքը գերազանցում է $100։ Տնտեսության և կայուն զարգացման նախարարը հանդիպել է տարբեր ավիաընկերությունների ներկայացուցիչների հետ, աշխատանքային հանդիպման հիմնական նպատակն էր ապահովել երկրի օդանավակայանների անխափան գործունեությունը ամառային նավիգացիոն սեզոնի ընթացքում և համակարգել ապագա ծրագրերը։ Նշվել է, որ պետությունը մնում է ավիաընկերությունների մշտական գործընկերը և պատրաստ է նպաստել ոլորտում կայունության պահպանմանը և կապի հետագա բարձրացմանը։ Եվրատեսիլ 2026-ի առաջին կիսաեզրափակիչը կկայանա այսօր։ Միջազգային երաժշտական մրցույթը այս տարի անցկացվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Վրացի մասնակիցները բզիկները 3 անցել են գլխավոր փորձը, նրանք բեմում կհայտնվեն 6 համարի ներքո։